Մի քանի օր առաջ հասարակական տրանսպորտում մի տեսարան տեսա, որը երկար մնաց մտքիս մեջ։ Մի մայրիկ մանկասայլակով բարձրացավ ավտոբուս ու մի ձեռքով փորձում էր տոմսը վճարել, իսկ մյուս ձեռքով հարմար տեղավորել մանկասայլակը, որպեսզի երեխան ապահով լինի։ Ու այդ պահին կողքից նկատեցի մի երիտասարդ աղջկա, ով դեմքը ծամածռելով այնպիսի ծանր հոգոց հանեց ու այնպիսի դեմքով նայեց մայրիկին ու երեխային, կարծես նրանք իրեն խանգարում էին։ Ու ես այդ պահին մտածեցի. միթե չի գալու մի օր, երբ ինքն էլ է դառնալու մայր, երբ մի օր փորձելու է պահել իր երեխային մեկ ձեռքով, իսկ մյուս ձեռքով ինչ որ բան հասցնել։ Միթե ինքը կարիք չի ունենալու հասարակ օգնության կամ մարդկային վերաբերմունքի։ Գուցե այդ օրը շատ հեռու է, բայց հավատացեք, կյանքը մեզ կանգնեցնում է այնպիսի իրավիճակներում, որոնց համար այսօր մենք ուրիշներին դատում ենք։ Նման տեսարաններ ես շատ եմ նկատում։ Մայրիկ, ով հասարակական տրանսպորտում երեխայի հետ է։ Մայրիկ, ով երեխայի հետ չի հասցնում արագ անցնել կամ ինչ-որ մի բան հասցնել։ Մայրիկ, որի երեխան լացում է, կամ մայրիկ, որի փոքրիկն ունի զարգացման առանձնահատկություններ եւ երբեմն շրջապատի հայացքները ավելի ծանր են, քան այն իրավիճակը, որի միջով անցնում է տվյալ մայրիկը։ Ու հավատացեք, այդ մայրիկների համար առանց այդ էլ շատ բաներ շատ դժվար են։ Նրանք արդեն իսկ իրենց անհարմար են զգում։ Արդեն իսկ մտածում են, հանկարծ ոչ ոքի չխանգարեն։ Արդեն իսկ փորձում են ամեն բան անել լուռ ու հնարավորինս աննկատ։ Մի ավելացրեք այդ բեռին ձեր հայացքը, ձեր հոգոցը կամ ձեր դժգոհությունը։ Գուցե դուք ընդամենը 1 վայրկյան եք նայում, բայց չեք էլ կարող պատկերացնել, թե այդ հայացքը ինչ կարող է արժանալ արդեն իսկ հոգնած մայրիկի համար։ Եկեք մի փոքր համբերատար լինենք, մի փոքր մարդասեր եւ մի փոքր էլ ուշադիր, որովհետեւ մենք երբեք չգիտենք, թե կյանքը մեզ երբ է դնելու նույն իրավիճակում, որի համար այսօր ուրիշին ենք դատում։ Եվ երբեմն աշխարհը մեզանից մեծ բան չի պահանջում։ Պարզապես մի քիչ համբերություն, մի քիչ հասկացողություն ու մի հայացք, որի մեջ դատելու փոխարեն մարդասիրություն կա։